լինելով Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի, իմ խնդրանքն է եւ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, ինչ որ ես կասեմ։ Մեզ պատկանող սեփական բնակարանը ես եւ ամուսինս 8 թվականին 2000 որոշեցինք վարձակալության տալ մեզ պատկանող սեփական բնակարանը։ Վարձակալության եկավ Գավառ քաղաքի բնակիչ Հովհաննես Ավետիքի Բաղդոյանը իր ընտանիքով ապրում էին մեր բնակարանում։ Իրար հաջորդելով օրերը նրանք սպառնացել էին իմ ամուսնուն Հովհաննես Ավետիքի Բաղդոյանը, կրկնում եմ, իր մասնագիտությամբ իրավաբան է, սրբապիղծ իրավաբան, սպառնացել էր զենքով, սպառնացել էր ամեն ձևով, որ այդ բնակարանը տվեք ինձ։ Բնակարանը տալուց ինքը առաջ գրել էր իրան պարտավորությունները, ես պարտավորվում եմ մի տարվա ընթացքում քեզ գնեմ նոր բնակարան կամ վերադարձնեմ քո հին բնակարանը, իր իսկ ձեռքով վարձակալվող անձը Հովհաննես Ավետիքի Բաղդոյանը գրել է պարտավորագրեր եւ իմ բնակարանին, այսինքն մեր բնակարանին տիրանալով, լիազորագրով, խաբեբայությամբ, խարդախությամբ, զենքի սպառնալիքով իր իսկ անձնական պարտքի դիմաց, անձնական Հովհաննես Բաղդոյանը ինձ պատկանող բնակարանը տվեց Սերոժ Ղուկասյանին։ Առ այսօր հարգարժան մամուլ ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, մակագրած դիմումներով գնում Աննա Վարդապետյանի մոտ, այնուհետ մակագրվում է Մալաթիա Սեբաստիա համայնքի դատախազությանը։ Ես չեմ թողել Առաջի Ատյանի դատարան Կատվալյան Լիլիթից սկսվել է իմ պայքարը իմ անձնական իրավունքները վերականգնելու համար։ Լինելով սեփականատեր չունեմ այսինքն ոչ մի իրավունք։ Բաղդոյանը տիրացավ, տվեց իր անձնական պարտքի դիմաց, իսկ ես ընկա դատա իրավաբանական կառույցի ճանկերում ամուսնուս մահից հետո շուրջ 15 տարի է բարձրաձայնում եմ, վերականգնեք արդարությունը։ Առաջի Ատյանից գնացել եմ վերաքննիչ, վճռաբեկ, մարդու իրավունքների դատապաշտպանին, գնացել եմ մինչև հասել ենք նրան, ամուսնուս մահից հետո ես եւ եղբայրս Արմեն Թորգոմի Վարդանյանը Բաղրամյան 26-ում մեր վրա լցրել ենք բենզինը եւ ուզեցել ենք ինքնահրկիզում, այսինքն մենք մահափորձ ենք իրականացնել իդեմս դատա իրավաբանական կառույցի, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, ունեմ բոլոր արկա անհերկելի փաստերը։ Մեզ բռնեցին ինձ ու եղբորս տարան Արաբկիրի ընդեղ քնչական բաժին, նախ սկսեցին ծաղրել, որովհետև դա Սերժի օրոք էր եւ Քոչարյանի, հետո հասկացան, որ մենք լրիվ անատեկվատ մարդիկ չենք, պայքարում ենք մեր արդար իրավունքների համար, որը ոտնահարվել է Հայաստանի Հանրապետություն դատա իրավաբանական կառույցի, ուժային կառույցի կողմից, ոտնահարել է իմ սեփականատիրոջ իրավունքները, իմ փաստաբանի, որ մի տան գինել ես դրեցի այդ վերաքննիչ, վճռաբեկ, դատարաններում, Առաջի Ատյանում, դատախազի, Սերժի օրոք, գլխավոր դատախազի, մարդի իրավունքների Հայաստանի Հանրապետությունում չկա մի ուժային կառույց, որ տեղեկացված չլինի այս ինքնահրկիզման մասին, չկան։ Այժմ էլ բարձրաձայնում եմ կրկին, վերականգնեք իմ արդար պահանջը, վերականգնեք իմ իրավունքները իմ սեփական բնակարանի, որը զենքի սպառնալիքով, խաբեբայությամբ շորթել է Հովհաննես Ավետիքի Բաղդոյանը ապրելով,
վարձակալված բնակարանում, ունեմ փաստաթուղթ, որ նա վարձով ապրել եւ իր իսկ ձեռքով գրել է, եթե ես չգնեցի մի տարվա ընթացքում, պարտավորվում եմ քո հին բնակարանը վերադարձնել քեզ, որովհետեւ առ ու վաճառքի պայմանագիր գոյություն չունի, չկա, չի լինի, ես չեմ վաճառել իմ բնակարանը, ինչ է նշանակում, տուր ինձ քո բնակարանը, ես քեզ գնեմ նույնատիպ բնակարան, ես ունեմ արդեն այդ բնակարանը, նա սպառնալիքով տիրացավ, զենքի ուժով, որի զոհը դառավ նաև իմ ամուսինը, մահացած է, այժմ նորից ես վերականգնում եմ իմ իրավունքները, եղել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում, մակագրված դիմումս ուղարկվել է Աննա Վարդապետյանին, Աննա Վարդապետյանը ուղարկել է Մալաթիա Սերբասիա շրջանի վարչական դատախազություն, դատախազությունը իր այդ դիմումը ուղարկել է նորից այդ շղթայական ռեակցիան գնացել է այնտեղ ոստիկանությունում նորից ձգում են, ռեզին են ձգում, ինչ են ուզում, եղբայր, եթե զրպարտում եմ ինձ դատեք, եթե մի բան ես ավելացնում կամ պակասում եմ, պատասխանատվությունը պատրաստ եմ կրելու ես, հարցը ինչու՞մ է, որ ես չեմ վաճառել իմ բնակարանը, չկա առ ու վաճառքի պայմանագիր, Հովիկը մասնագիտությամբ Բաղդոյան Հովիկը սրբապիղծ իրավաբան է, հալալ քույրը նոտար է, Չարենցավանի գլխավոր նոտարն է, հայրը ամբողջ Գավառ քաղաքի սոցիալի թոշակավորման, իսկ Գավառ քաղաքի ուժային կառույցները, նրանք շատ մեծ ուժային կառույցներ ունեն եւ իրենց հարցերը լուծվում է ոչ թե արդար ճանապարհով, ոչ թե վերականգնվում է Հայաստանի Հանրապետությունը արդարությամբ, այլ նրանք վերականգնում են, խեղաթյուրում են իրականությունը, խնդրում եմ ես ձեզ, որպես մամուլ, որպես բարձրաձայնում եմ, հանրայնացրեք իմ այս խնդրանքը, վերականգնեք իմ արդար իրավունքները իմ սեփական Հովնաթանի 4 բնակարան 2-ի վրա, որովհետև ինձ բռնի ուժով, խաբեբայությամբ, զենքի սպառնալիքով են տիրացել եւ մինչեւ այսօր ոչ մի լուծում չեմ ստացել։ Հիմա իմ ակնկալիքները սպասվելիքը մամուլից է։ Ես նույնիսկ ինքնասպան եմ եղել, հրկիզվել եմ եղբորս հետ, կա բոլոր փաստաթղթերը Արաբկիր կենտրոնում։ Դրանից հետո Հովհաննես Բաղդոյանին ձերբակալում են զենքով, բանդայով հարձակվում է ինչ-որ կառույցի վրա, կա այդ որոշումն էլ ես ունեմ, Բաղդոյան Հովհաննեսը դատվում է, դատվելուց մի քանի ամիս հետո, երբ որ հայտնաբերում են նրա մոտի զենք, զինամթերքը, զենքը, ոչ թե մի հատը, Բաղդոյան Հովհաննեսը դատվելուց 2 ամիս հետո ազատության մեջ է մինչև օրս։ Ինչպիսի ուժային կառույց է, որ աչք է փակում, ականջ է փակում այս իրողության դեմ, իրականության դեմ, չէ որ Հովհաննես Բաղդոյանին հայտնաբերեցին իր գրուպայով, իր զենք զինամթերքով, ինձնից հետո, ահա եւ չպատասխանելու, օրենքը չունի պատժի ճողակ, հաջորդ հանցանքը ավելի մեծ եղավ ինձնից հետո, Հովհաննես Բաղդոյանը ինքը իր ձեռքով ապացուցեց, հանձնեց իր զենքերը, զինամթերքը, դատվեց եւ հետո նորից 2-3 ամիս հետո ազատության մեջ է։ Լավ, ես որ կառույցին դիմեմ, ում դիմեմ, ուր գնամ, որ վերականգնվի իմ սեփականատիրոջ իրավունքները, իմ իսկ սեփական բնակարանի վրա, որի դիմաց ես ոչինչ չեմ ստացել առայժմ։ Հիմա իմ գործերը գտնվում է Մալաթիա Սեբաստիա համայնքի քննչական բաժնում։ Ես հույս ունեմ, որ սրանից հետո եղավ արդեն Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի դեպքում կվերականգնվի, կբարձրաձայնվի մարդը որպես արժեք, որպես խոսող, իրավասու կլինի իր իսկ պաշտպանված երկրում իր իրավունքները վերականգնել։ Բայց նշեցիք, որ արդեն Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածում էլ դուք դիմել եք մի քանի անգամ,
դատարանին, դատախազությանը, բայց էլի նույն պատասխանն է, ինչպես հասկացա։ Ես դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, ընդեղից ուղարկել են Աննա Վարդապետյանին, իմ մակագրած դիմումը, Աննա Վարդապետյանը ուղարկել է Մալաթիա Սեբաստիա համայնքի դատախազություն, դատախազությունը դա մակագրելուց հետո ուղարկում է համապատասխան կառույց, ինձ տենց են բացատրում, որ կառույցում հիմա ձեր գործը գտնվում է այդ քրեական շրջանում, այդ շրջանում է, այդ ընթացքում է։ Հիմա հարգելիներս 15 տարին քիչ ժամանակ էր, որպիսի բացահայտվի իր ինչ, ամուսուս նման ես էլ մեռնեմ ու անարդարությունը իշխի Հայաստանում։ Ինչի են սպասում իրանք, ինչն է իրանց կանգնեցնում։ Իսկ կներեք, դուք նշեցիք, որ զենքի սպառնալիքով ձեր ամուսնուն ինչ-որ ստիպել են Իմ ամուսնու հետ ա եղել այդ կոնտակտը, դե որպես տղամարդ, ես աշխատել եմ մի քիչ ինձ մի խոսքով լիազորագրիս զենքի սպառնալի, ամուսինս մահացել է։ Իսկ այդ ժամանակ ձեր ամուսինը դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի պատասխանատվություն։ Իրավապահ մարմինները ես կասեի ավելի, նրանք բոլորը միասնությամբ, համատեղությամբ, անարդարության կողմն են։ Թե այդտեղ ինչն է խոսում, ես չգիտեմ։ Մենք շարքային մարդիկ ենք։ Ես իմ ուսումը ստացել եմ, ծնվել եմ Երևանում, իմ բարձրագույն կրթությունը ստացել եմ Երևանում եւ ամուսնուս մահից հետո որոշ ժամանակ լքել եմ Հայաստանը։ Լքել եմ Հայաստանը, հարգելիներս։ Հիմա իմ գործերը գտնվում է Մալաթիա Սեբաստիա համայնքի դատախազությունում, այտենց ես ասեմ։ Հիմա այնտեղ է, որտեղ մակագրվեց վարչապետի կողմից, Աննա Վարդապետյանի կողմից մակագրվեց վարչական շրջանի Մալաթիա Սեբաստիա, հիմա իմ գործերը գտնվում է ոստիկանության։ Հարուցվել է գործ։ Ես խնդրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին իրանց հսկողությունը լինի, որովհետեւ ես 15 տարի է արդեն ի վիճակի չեմ պայքարելու մի արդարության համար անարդար երկրում։ Խնդրում եմ իրանց հսկողությունն ու օգնությունը միայն հսկողությունը լինի։ Իրանց օգնությունը հսկեն ընթացքը։ Այդ դա եմ խնդրում։